Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Արժանապատիվ հայրեր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանի այս առաքելական մեր Սուրբ եկեղեցին հանդիսավորությամբ տոնախմբում է մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վիրապից ելնելու հիշատակը։ Սա պատմական իրադարձություն լինելուց զատ մեր ազգային ու հոգևոր հարության խավարից դեպի լույս անցնելու հիշատակն է։ Այսօրվա սուրբգրային ընթերցումները գեղեցիկ կերպով կազմեցին աստվածաշնչյան մի շղթա, որով բացահայտեցին մեզ համար Լուսավորիչ հայրապետի կրած չարչարանքների եւ նրա հաղթանակի եւ մեր հավաքական կոչման աստվածաբանական հիմքերը։ Մի պահ պատկերացնենք այն իրավիճակը, որում գտնվում էր հայքը, Տրթատ արքան արդեն գահին է, բանտարկվել է Լուսավորիչ հայրապետը, 13 տարի գտնվում է գբում եւ այս 13 տարվա ընթացքում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, Հռիփսիմյանց, Գայանյանց կույսերի նահատակությունն է տեղի ունեցել, Տրթատ արքայի հիվանդությունն է, ինչպես նկարագրում են պատմիչները խոզակերպ դառնալու իրականությունն է տեղի ունեցել, թեև մասնագետները փորձում են քննել, թե ինչպիսին էր այդ փոխակերպումը արքայի, արդյոք միայն կենսաբանական հիվանդություններ, թե հոգեկան որոշակի խնդիրներ էին առաջացել մոտը, թե ուղղակի կրքերին տրվելու խոզակերպ լինելու հանգամանքը, որ անկարգ կերպով կրքերին էր տրվել, դրանք վիճելի հարցեր են։ Բայց պատկերացրեք այսպիսի իրավիճակում 13 տարի անց ժողովուրդը, արքունիքը, որ կարծում էր, թե Լուսավորիչ հայրապետը նետված վիրապում օձերի կարիճների մեջ վաղուց արդեն պետք է գոյություն չունենար, ահա տեսնում ենք այդ վիրապից դուրս է գալիս Լուսավորիչ հայրապետը եւ կանգնում է նրանց առաջ։ Մեր եկեղեցու հայրերը այս հանդիպման հոգևոր բովանդակությունը փորձել են ներկայացնել այսօրվա սուրբգրային ընթերցումների միջոցով։ Կատարվում է Սողոմոն իմաստունի գրքում մարգարեական խոսքերը։ Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, եւ նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Անօրենները, ովքեր ծաղրում էին նրան ու նրա հավատքը մոլորություն համարում, տեսնելով նրան ողջ, առողջ եւ զորացած հոգով, զղջումով հառաչում են, զարմանալով, թե ինչպես այս մեկը, որ անարգվել էր եւ սարսափելի չարչարանքների էր մատնվել, ինչպես է, որ սա դասվեց Աստուծո որդիների շարքը։ Խոր վիրապը, որը մահվան եւ անարգանքի վայր պիտի լիներ, Աստուծո ձեռքով դարձավ որդեգրության եւ փառքի տաճար։ Քանզի քրիստոնեական մեր հավատքի մեծագույն խորհուրդն այն է, որ այնտեղ, որտեղ աշխարհը տեսնում է պարտություն, այնտեղ, որտեղ աշխարհը տեսնում է հիասթափություն, այնտեղ, որտեղ աշխարհը տեսնում է անդառնալի կորուստ, Աստված իզորու է եւ պատրաստում է հարություն եւ հաղթանակ։ Այս հաղթանակով է, որ հայոց աշխարհում իրականություն դարձավ այն խոսքը, թե քո սգո օրերը պիտի վերջանան, քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը վիրապից դուրս եկավ մի իրավիճակում, երբ որ շուրջ բոլորը հոգևոր տագնապ էր, հոգևոր խավար էր, արքան
անկառավարելի վիճակում էր, իսկ այսպիսի իրականությունը հին աշխարհի մարդկանց համար համարվում էր սգո իրականություն, երբ որ արքան, որը պիտի հովվեր իրեն հանձնված ժողովրդին, գտնվում է այսպիսի խառնավ շփոթ իրավիճակում այն աստիճան, որ պատմիչները նկարագրում են նրա անկումը խոզակերպ դառնալու նկարագրությամբ։ Եվ ուրեմն լուսավորչի դուրս գալու այս իրականությունը հանդիպում է հայոց աշխարհում սուգին։ Սակայն նա այս սուգի եւ խավարի մեջ բերեց լույս եւ իր կյանքով կատարեց մարգարեության այն խոսքը, որը որ առաջին հերթին ուղղված էր Տեր Հիսուս Քրիստոսին, բայց քրիստոսյանների համարել է ասված նրանք, ովքեր որ Քրիստոսով առաջնորդվում են եւ Քրիստոսով փորձում են առաջնորդել։ Մարգարեությունը ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին, որպեսզի այս ամենը փոխակերպվեր նաեւ մեր ժողովրդի համար արդարության եւ որպեսզի մեր ժողովուրդն էլ Տիրոջով կոչվեր ազգ արդարության եւ տունգ իբարս Աստուծո։ Այս մեծ առաքելությունը հնարավոր եղավ միայն այն պատճառով, որ լուսավորիչ Հայրապետը եղավ իրական հովիվ, որը ինչպես Եբրայեցիներին ուղված նամակում է ասում Պողոս առաքյալը, անդադար հսկեց մեր հոգիների համար եւ պատրաստ էր հաշիվ տալ Աստծուն։ Նա հսկում ու աղոթում էր իրեն տանջողների եւ այն ազգի համար, որն իրեն մերժել էր, եւ խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն տվեց մեծ հովվին, Հիսուս Քրիստոսին, Գրիգոր Լուսավորչի միջոցով հաստատեց հայ ժողովրդին բարի գործերի մեջ։ Նա լինելով իշխանական տոհմից թողեց փառքը, հարստությունը եւ երկրային հանգիստը Քրիստոսին միանալու համար։ Եվ ավետարանի խոստման համաձայն, ինչ որ ընթերցեցինք այսօր, թե ովքեր որ հանուն Քրիստոսի կզրկեն իրենց, կզրկվեն այս կամ այն բարիքից, եւ այդ բարիքների շարքում նույնիսկ նշվում է հայր, մայր, եղբայր, քույր, ասում է հարյուրապատիկը պիտի ձեռք բերեն, այս նույն խոսքը կատարվեց լուսավորիչ Հայրապետի կյանքում, նրա անձով, որովհետև Քրիստոսի համար զրկվեց բարիքներից, իշխանական պատիվներից, զրկվեց բարոր կյանքից, բայց փոխարենը այդ խոստման համաձայն ստացավ հարյուրապատիկը, մի ողջ ազգ դարձավ նրան որպես զավակ եւ նրա միջոցով մի ողջ ազգ դարձավ դեպի Քրիստոս եւ ժառանգակից արքայությանը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս տոնը մեզնից յուրաքանչյուրի համար հրավեր է ինքնակննության։ Մենք հաճախ մեր կյանքում հայտնվում ենք տարատեսակ վիրապներում։ Այդ վիրապները մեր կյանքում կարող են լինել տարբեր տեսակի անհաջողությունների տեսքով, հիվանդության տեսքով, մահվան իրականությանը բախվելով կամ այլ ինչ նեղություններով։ Լուսավորիչ Հայրապետի օրինակը մեզ սովորեցնում է, որ վիրապը մահվան վայր չէ, եթե այնտեղ կա վստահություն Աստծո նկատմամբ, եթե այնտեղ կա աղոթք ուղղված Աստծուն, եթե այդ վիրապում դու Քրիստոսով ես, եթե այդ վիրապում դու Աստուծո հետ ես, ապա ամեն մի վիրապ, ամեն մի փորձություն, ամեն մի դժվարություն ու նեղություն դառնալու են մեզ համար մեր հետագա հաղթանակի, մեր հետագա հարության առաջին աստիճան։ Ուստի թողնենք մեր բոլոր նեղություններն ու դժվարությունները, որպեսզի Քրիստոս վերցնի իր վրա, ինչպես որ ասում է ավետարանում, իմ լուծը վերցրեք ձեզ վրա, որովհետև իմ լուծը քաղցր է եւ բեռը փոքրոքի թեթև։ Եվ փոխարենը ասում է, տվեք այն ամենը, ինչ որ դուք չեք կարող տանել ինձ, եւ դա ես կտանեմ։ Ուրեմն սիրելիներ, թող արդարության արեգակի լույսը
ծագի նաև այսօր մեր սրտերում։ Թող ողորմած Աստված մեր Սուրբ Գրիգորոսավորչի բարեխոսությամբ հաստատուն պահի մեր հայոց աշխարհը, հեռացնի մեր միջից ամեն սուգ եւ հուսահատություն եւ մեզ արժանի անի իր հավիտենական ուրախությանը։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի բոլորիդ հետ։ Ամեն։